Սա արժեքների պատերազմ է, տեսակի պատերազմ է։ Հայ կանայք բաժինքում անպայման զենք նվիրեն փեսային։ Ինչու հայը վրա կրակեց։ Այս որտեղից է գալիս այդ սրիկայությունը։ Մարդակերության մասսայական դեպքեր ա գրանցվում։ Դրված է հին ազգերի ոչնչացման ծրագիր։ Մեզ ընտրել է Աստված ու նայում է ոնց ենք կոռուպցիա անում։ Հուդայի ցեղը դիմեց պատրիարքին հայոց, որպեսզի իրենց հայ դարձնի։ Հուդան չի կարողանում հին ազգերի մեջ մտնի։ Տիեզերական պաշտոն է տրված մեզ։ Արարիչը Աստված գիշեր ցերեկ մեզնով ասպարված։ Մեզ ընծայվել է, նվիրվել է, տրվել է, որ դու ես կրողը Աստծո լեզուն։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է։ Այսօր հյուրընկալել ենք հայագետ Սամվել Բեկթաշյանին։ Բարև ձեզ։ Բարևողջույն։ Բարով եք եկել, պարոն Բեկթաշյան։ Շնորհակալ եմ։ Չափազանց կարևոր հարցերի շուրջ ենք այսօր զրուցելու, ինչպես նաև երկրի առջև ծառացած աշխարհում տեղի ունեցողի, բայց գիտեմ, որ առաջարկով եք եկել, պարոն Բեկթաշյան, համեցեք։ Արտակ ջան, երկար վարակ մտածելուց հետո, նաև լինելով զինվորական դաշտային հրամանատար, կաբինետային չէ, հասկացա մեր ժողովուրդը ինչ պետք է անի, որ ուժային կողմը շատ թեքիչ կարգավորի։ Հարկավոր է, որ հայ զոքանչները պոտենցիալ, մայրիկները իրենց աղջկա բաժինքում փեսային զենք նվիրեն։ Ահո։ Իհարկե։ Ինչու։ Այդ $1000 տորթի փոխարեն, թող այդ մի նվիրաբերումն անեն, որ աղջիկը բաժինքով տանում է զենք ու դա դառնա ավանդույց իր ամուսնուն, որ սա քեզ զենք, սա էլ մեր օջախն ու բերդը պաշտպանելու համար։ Մենք այս ձևով դու պատկերացնում ես տարվա մեջ քանի ամուսնություն է պսակադրություն անում։ Եվ այդքան անգամ ըստ որում զուգահեռ այդ զենք բերող կամպանիաները որ կա կազմակերպությունները իրենց խնդրենք, որ իրենք ինքնարժեքով տան զենքը, եթե պսակադրությամբ է մարդ ամուսնության պարագայով է զենք ձեռք բերում, այդ զենքի հատկացումը իրենք միայն տեղափոխման ծախսերը վերցնեն, ոչ թե վաճառքի։ Պարոն Բեկթաշյան, նպատակը ո՞րն է։ Հələ չեմ ասում, որ կարող ամեն խելագարիձային ձեռք զենք ընկնի։ Եթե պսակվում են, ուրեմն առողջ են բոլոր առումներով։ Արտակ ջան։ Ունի ֆակտ։ Ամեն դեպքում այդ իրավական կողմը պետք է պահպանվի։ Okay, գեր նպատակը հիմնական խնդիրը սա է, որ օրենքը թույլատրում է զինվելու եւ հրաշալի զենքի տեսակներ կան, որոնք հավասարեցված են մարտականին, ակոսային զենքերի մասին է խոսքը, եւ հանրույթը հասարակությունը առժամանակ հետո զենք ունենալու իր ձեռքը գյուղը ասենք զինվում է այդ կերպ եւ զենքի պարագայում այնտեղ արդեն ներքին կազմակերպվածություն լինելու է ինչ կերպ կազմակերպել, որ այդ զենքը անհրաժեշտության դեպքում այդ համայնքը ինչ կերպ տնօրինի։ Պարոն Բեկթաշյան, ձեր խոսքերը ինձ հիշեցնում է ռանչպարների կանչը շքեղագույն ստեղծագործությունը, բայց ես ուզում եմ ձեզ հիշեցնել կներեք, որ մենք 2025 թվականն ենք ապրում եւ մենք ունենք պետություն։ Այդ մի հատ էլ պատրոնդաշներով ֆելնեին ֆրֆռային։
Ուրեմն նույն Միացյալ Նահանգները քո ասած պատրոնդաշը դրած, զենքերը դրած ամբողջ հասարակություն 350 միլիոն։ Այսինքն զոր օրինակ հետո մեր ազգի ներքին կուլտուրան անչափ բարձր է, համոզված եմ հնտիությունների դրսևորումներ պիտի լինեն, բայց հատուկ են, այսինքն ներելի, բայց մենք ունենում ենք արդեն պոտենցիալ ավանդույթի ուժով զինված հասարակություն։ Եվ սա դառնա մեր նորմը, կենցաղավարության կերպը, որովհետև շուրջանակի որ նայում ես, կենթանական աշխարհից այն կողմ կեսքայլ մարդկությունը չի գնացել։ Ասում են դեմոկրատիա էս են, բայց ռեալության նայում ենք երեխաների մորթ, հազարավոր, այդ աննարին բան, որ իցե կենթանի այդպես չէր վարվի։ Դե մենք չենք մորթում են այն գազանները, ովքեր 1000 դարուց հետո հազիվ դառան մարդասպան, մորթում են այն սրիկաները, ովքեր ցինիկաբար Իրանին մեղադրում են բնակչության վրա հարվածներ հասցնելու, բայց իրեն գազայատվածում ցեղասպանություն են անում։ Ցինիկաբար, լկտիաբար, իրենց ամեն ինչ կարելի է, հասկանում եք, մի ամբողջ արիական, ավանդապաշտ, երկրի մեղադրում են մարդիկ։ Արտակ ջան, ես փորձեմ իմ նկատառումները մեկ ուրիշ միլիարդատեր խելագարել ընդեղից որոշում է, էլի ինչ անի։ Դրանք ցավոք սրտի մենք խոսում ենք պետություն անվան տակ, պետությունից վեր կատեգորիա չենք դիտարկում։ Եվ քաղաքական դաշտը, եւ քաղաքական միտքը, հասարակական քաղաքական միտքը, բայց վերպետական ուժերը պետություններին էլ օգտագործում են իրենց ցեղային շահերի համար։ Ինչի մասին է խոսքը։ Մենք էլի մասնակի անդրադարձել ենք եւս մի անգամ կուզեի անդրադառնանք դրան, թե ինչա կատարվում աշխարհով մեկ։ Ինչու մարտի 1 տեղի ունեցավ մեր մոտ։ Ինչու հայը վրա կրակեց։ Այս որտեղից է գալիս այդ սրիկայությունը։ Ինչու Սլավոնը Սլավոնին մորթում է ուղիղ իմաստով։ Այո։ Ես ապշել եմ, որ մարդակերության մասսայական դեպքեր է գրանցվում։ Ուղիղ իմաստով։ Ուրեմն բանից պարզվում է հողագնդի վրա կա հուդայի ցեղը, որը իրեն կարգել է Աստծո ընտրյալ, մեզնից գողացել է ընտրյալի իրավունքը եւ իր ցեղախումբը այդ առանցքի շուրջ է միաբանել։ Հուդայի ցեղապաշտության ցեղի դաստիարակման այդ կանոնագիրքը որ կարդում ես, Հուդան կինը իր զավակին ասում է. Դու Աստծո ընտրյալ ես եւ այս ամբողջը քո համար է։ Այդ կողքիդ ազգերը հայա, ռուսա, թուրքը, վրացիա դրանք անասուն են։ Մարդ չեն, դու ես Աստծո ընտրյալը։ Ինչ կերպ ուզում ես վերաբերվի։ Այսինքն արդեն փոքրուց իրենք ծրագրավորվում են։ Եվ իրենք սահման չունեն այդ ողբը, որ կատարում է Գազայում, նույն բանը մեր հետ է կատարվել եւ կատարվում է, բոլորի հետ է կատարվում, արդյոք չէ։ Իրենք ասենք այդ իզմի կրողն են եւ իրենց մոտ Հուդայի ցեղի մոտ ձևավորված կա տեսական հիմնավորում, որը հետեւյալն է, որ քանի որ իրենք Աստծո ընտրյալն են ըստ իրենք պետք է կառավարեն ամբողջ աշխարհը։ Եթե նկատել ես պատմականորեն, որից է ուժ գնում է փորձում է ձգտել համաշխարհային կառավարման։ Իրենք այդ լծակները իրենք են տնօրինում եւ տեսական հիմքում ինչա դրված, հարթակ չէ, որ բոլոր հին ազգերը հողագնդի վրա որ կան, դրանք չեն սիրում աշխատել, սիրում են կառավարել։ Ջահել ազգերը
Չեն սիրում կառավարել, սիրում են աշխատել։ Եվ այդ տեսության հիման վրա դրված է հին ազգերի ոչնչացման ծրագիր։ Միայն որպեսզի մնան իրենք։ Այսինքն հայերից ոչնչացման ծրագիր կա։ Իհարկե, ոչ միայն հայերից, հին ազգերի։ Իրան, հույն, այո, բոլոր աղվանացի, մոնղոլ, չինացի, հնդկացի բոլորին հերթի են դրել, Արտակ ջան։ Եվ իրենց խնդիրն է, իրենք ինչ են անում։ Մտնում են որևիցե ցեղի մեջ, ազգի մեջ, օրինակ, Կրեմլում մի հատ ռուս չես գտնի, իրենք ասում են Ռուսաստանի Դաշնություն։ Կիևում մի հատ խախոլ չես գտնի կառավարության մեջ, այնտեղ խախոլի անվան տակ են հանդես գալիս Զելենսկի, Մելենսկի այդ բանի եւ կրվեցնում են սլավոներին իրենց խակությունը հաշվի առնելով, օգտագործելով։ Այդ խակ ջահել ազգերը թուրքն էլ է դրանց մեջ, իհարկե։ Ինքը չի հասկանում, իրեն մղեցին։ Բաքվում հիմա նույն հուդայցը ստեղծում է իր համար հոգևոր կենտրոն։ Եվ իր խնդիրն է Իրանից այդ հյուսային մասը պոկել, եւ այնտեղ մեջ շարժումներ են ձևավորել արդեն, եւ կպցնեն ստանան մեծ հոգևոր Իսրայել այս հատվածում։ Սա ծրագրված է իրենց կողմից։ Եվ հետեւաբար բգներին կանգնած է Պարսիկը, մենք մեզ թողել են մի կտոր, ես էլ կհոշոտեն, կպրծնեն ըստ իրենց։ Եվ հաջորդը Չինաստանն է, հաջորդը Հնդկաստանն է, այսինքն հին ազգերի հետ գործ ունեն իրենք, որովհետև նոր ազգերը, ջահելները իրենց կառավարման ձեռքին են։ Ինչ զուգահեռներ կա քրիստոնեության, Քրիստոսի ժամանակների եւ մեր ժամանակների միջեւ։ Նայ, մեր Քրիստոսի առաքյալներից գանձապահը մարդիկ, որ գործունեության համար միջոցներ են հատկացնում, հա, Քրիստոսին, իր գանձապահը Հուդան էր։ Հիմա աշխարհի գանձապահը Հուդան է։ Այսինքն այդ առաքելությունները ամեն ազգի տրված է։ Հայից մեզ տրված է Տիրոջ խաչելիության խնդիրը։ Մենք խաչվում ենք այդ ամեն ինչում։ Եվ հենց այնպես չենք Աստծո ընտրյալ առաջինը։ Ու անչափ տխուր է, որ այդ առաջնորդի մեր այդ պարգև աստվածային կարգադրումը մենք տեր չենք կանգնում ու չենք կարևորում, որպես երևույթ, որպես նմուշ օրինակ։ Հուդայի ցեղը չունենալով այդ ամեն ինչը, ինքը հասկացել, որ իր ազգին ի ցեղախումբը կարե միաբանի այդ գաղափարի շուրջ, Աստծո ընտրյալի գաղափարի։ Հիմա ստեղ գալիս է արդեն մեր ազգի անելիքը, հարկավոր է վերականգնել, հային վերադարձնել Աստծո ընտրյալության փաստացի այդ լինելությունը։ Հենց այնպես մեզ այբեն չտրվեց տիեզերական, հենց այնպես աստվածային լեզուն չտրվեց, որի մասին պարբերաբար մենք խոսում ենք, հա։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Բայց պարոն Մեկտաշյան, կներեք, նաև նույն բանն ասում է հրեան, հա, նույն իսրայելական։ Դե ինքը գողացել է, արդյոք իրենք էլ ասում են մենք ենք գողացել։ Ես չեմ ձեզ այդ վիճում։ Ուղղակի նույն տարբեր արիական կամ հնագույն ցեղեր ասում են, չէ՞, ասում են, չգիտեմ, բանը, թաթարներին խոսես, կասեն իրանք են եւ այլն, խոսցնես։
Հիմա այս մասով ասել կուզեք, որ սա կրոնական պատերազմ է։ Սա արժեքների պատերազմ է, տեսակի պատերազմ է։ Եվ նա ինչա կատարվում։ Քրիստոսին մատնեց Հուդան։ Ներկա ժամանակներում Հուդան մեծ մատնեց ցեղասպանությամբ։ Գիտենք, որ ամբողջ այդ բանը երիտ թուրքեր կոչվածները ջհուդներ են, եվրեներ են, նրանք թուրք չէին։ Եվ Թուրքի այդ կիսակատարությունը, անկատարությունը օգտագործելով անունը դրին հայտ թուրքերը ջարդեցին։ Այդպես չի։ Հիմա նայ Հուդան երբևիցե հասկացավ, որ Քրիստոսին է մատնել, Աստծուն է մատնել, եւ գնաց կախվեց ագարակում, եւ անունը դրին Արյան ագարակ։ Ամբողջ իրադարձությունները աշխարհիկ սևերված են Հայաստանի Հանրապետության ամենավերջի բնակատեղի ագարակի շուրջ։ Եվ այդ հատվածի հանքերը Քաջարանի ագարակի եւ այլն Գերմանիայի հрьяաներն են առել 30 միլիոն դոլարով։ Դա էլ 30 արծաթի համարժեքն է իդեպ։ Այսինքն Քրիստոսի հետ կատարված իրադարձությունները այն բեմագիրն են, սցենարն են, որով պետք է զարգանար մարդկությունը, որը դրանք ուղիղ հատկանշում են, որ այն ինչ կատարվել է, դա ռեալ կյանքում էլ բացազատվում է այդ սցենարը, գաղափարները։ Դե մոտենում է պատերազմը, այդ կրակը մանրից մոտենում է Աստվածչանի մեղրին, ագարակին։ Դե այսինքն Հիմա Հուդայի ձեռքը հասել է արդեն այդտեղ։ Իհարկե։ Հիմա պետք է կտրի այդ ձեռքը, պետք է սպանվի այդ Հուդան, թե չէ։ Չարի ոչնչանա, կարող է Հայաստանում սպանվի։ Ուրեմն ասեմ ինչ պետք է արվի, արտակ։ Եթե ընտրյալ ենք, եթե սա իսկապես բինգյոլը դրախտն է, Հայաստանն էլ արարչաստեղծ հող է, ուրեմն պետք է ստեղ վերանա այդ։ Իհարկե, վերանալու երկու ձև կա։ Կամ վերացնում ես ֆիզիկապես, կամ ստեղ ինքնագիտակցության է գալիս մեր հասարակությունը եւ Աստծո ընտրյալի այդ պաշտոնը, այդ տիեզերական պաշտոնը տրված մեզ վերականգնելու եւ հայ ժողովուրդը առաջնորդում Աստծո ընտրյալը ինքը համարում է, որ ինքնա օբյեկտիվորեն ինչու է Աստծո ընտրյալ եւ այսօր այս թափթփված այդ մանր կենցաղային ասեն բանը այդ հակամարտությունը աշխարհի իշխանության եւ հոգեվորի գալիս է դրանից, որ խորքային չեն գիտակցում այդ մարդիկ, այս ինչի հոգեվոր առաջնորդ են, աշխարհի իշխանությունը թե այդ ինչ կերպ է իր Աստվածընտիր ազգը, որից մեկ այդ մասին չի խոսում։ Մանր մուներ հիմա նա ինչա կատարում Հայաստանի Հանրապետությունը։ Մենք չենք ասել, դրսից պարտադրել են, թե այդ եկեղեցին աշխարհի գործերում իրանք չունի խառնվելու, աշխարհի գործերում։ Դա Եվրոպան ասել, որը դաժան բան ունեցավ, քրիստոնեություն, երբ որ վերածեց քրիստոնեությունը մարդակերության, ինկվիզիցիայի։ Մեր մոտ երբեք ինկվիզիցիա չի եղել։ Ինչ կերպ չի եղել ստրկատիրական հարաբերություններ պատմական են։ Նաև երբեք ինկվիզիցիա չի եղել։ Դե այդ Եվրոպայում այլասերեցին, ինչ ասեմ։ Հիմա հասկացա։ Մենք միշտ խորքային ընկալում ենք ունեցել, ու երբ մեր մոտ տարեկացի ունենք, այնտեղ ինկվիզիցիա էր, պլյուս մինուս։ Այո, պլյուս մինուս ապրեց։ Հիմա նայի, մենք լսելով պարտադրանքը դրսի մեր հոգևոր տունը, հոգևոր իշխանությունը Աստծո տված այդ պաշտոնը կողք ենք դրել, ասում ենք դուք գործ չունես մեր կյանքի հետ, էլի։ Արդյունքում հոգևորականը դառնում է տերտեր, մանր գող, զրկվելով իրավունքներից, նաև պարտականությունից։ Բայց ով է իրան դարձնում մանր գող։ Չէ, մեր ընկալումը։ Եթե մենք ամեն ինչին վերաբերում ենք այդ այնց ձեր ասած մանրախնդիր, ասենց փորձում ենք կենցաղ մտնել, մատանու, մատի արանքը, անկողին,
երկրի ղեկավարի մակարդակով տենց մանր ձիշովկա բաներ են անում, դառնում ենք այտենց Արտակ ջան, բա ասածս ի՞նչ է։ Այս հրաշք հոգևորականը իրեն դարձել է երկիրը, հրաշք Հայաստանը, Աստծո երկիր Հայաստանը, Աստծո ընտրյալ հայը, որը երևույթը, sense բան հողագնդի վրա չկա։ Այս ամբողջը քաոսի մեջ է բերվում, որ այդ լրջությունը չմտնի մեր կենցաղ եւ հիմա նայ Արտակ, էլի օրինակ վերեմ մի։ Բայց տանլրջացնողները կոնկրետ մարդիկ են, չէ։ Թուրքը հպատակ սրիկաներ, դավաճաններ, ախր չի կարելի ընդհանրացնել։ Որևիցե օտարապաշտ արդեն դավաճան է։ Հա, օրենք, որպես տենց։ Հիմա նայ, էլի խոսել ենք նորից անդրադառնանք այդ։ Ինչ կապ ունի եկեղեցին աշխարհի կյանքի հետ։ Մի առելի ոստիկանություն կա 30 թե 40 հազար զորք եւ որ նայում ես ոստիկանության գործառույթները գողության դեմը շնության դեմը չէ պոռնկության դեմը սուտ խոսելու դեմը կեղծոքայությունը բանից բարձում է այդքան մարդ կոչված է Աստծո 10 պատվիրանների կատարմանը Իսկ մենք ասում ենք եկեղեցին գործ չունի աշխարհի կյանքի հետ։ Ոնց չունի։ Եվ իմ աչքը կարոտեր, որ եկեղեցին կանգնի, որ եթե պարբերականությամբ, ասենք, դիտարկի հայոց ապրելու կարգը հայ հասարակության։ Ինչու է այս շեղումները, Աստծո տված պատվիրանի շեղումները ինչու է կատարվում։ Եվ որ դրա պոչից հետևից գնում տեսնում ես իշխանավորի պարտադրանքը, օլիգարխի պարտադրանքը, այդ մարդը գործեց այդ հանցանքը, 99% այդպես է։ Այսինքն հոգևոր դասը բավականին լուրջ դերակատարում ունի առնվազն վիճակագրական դիտարկումներով։ Դրա համար իրավունք պետք չի ասենք իշխանական բանի սեղանին է դնում օրինաչափությունները, որ այս օլիգարխի գործունեությունը, այս իշխանավորի գործունեությունը մարդկանց մղում է հանցագործության եւ ստիպում է որ խախտեն Աստծո դրած պատվիրանները։ Կարա անի, չէ, ոչ ոք ձեռքերը չի բռնում, չէ, իրենց ձեռնտույա լռել է։ Անձնապես, արդյոք ով է խանգարում դա։ Կրթությունը, որ ամբողջ Անգլիայի ամբողջ կրթական համակարգը պաշտոնապես դրված է եկեղեցու հովանու տակ։ Հետո կա այս կարգի օրինաչափություն։ Պետության մեջ են չափահաս շերտը, որովհետև օրենքը մինչ 18 տարեկանի վրա չի աշխատում։ Իրենք դուրս են այդ զանգվածը, այդ ձևավորող հանրույթը, հասարակությունը, այդ պետությունից դուրս է, առնվազն այդքանի տերը հոգևոր դաս պետք է լինի։ Համամիտ ես տրամաբանությունը։ Այսինքն այդ լուրջ գործերը թողած բանի ընկել ենք մանր, որ մարդը ուղղակի չի տեղավորում, թե այս ինչ մեղադրակներ են, իդեպ բանի կուսակրոնության մասին։ Ինչու է մտել կուսակրոնություն կառավարման մեջ։ Հենց սկզբից միշտ եղել է ամուսնացյալ մեր հենց հիմնադրման օրից ու տարիներից։ Հա, ամուսնացական բանի ներսես մեծ ով էր։ Բոլորը հիմա ինչ մարդիկ իրեն զավակներին ժառանգ փոխանցել են, որ իրենք տակետ են, մենք մեղավոր չենք ելնում։ Այստեղ խնդիրը հենց դա է, որպեսզի որովհետև աշխարհիկ սերունդը կարող էր հոգևորական չդառնալ, հոգևորականի, եւ այդ ժառանգությունը աշխարհիկ օրենքները փոխանցում էր եկեղեցու ժառանգությունը, փոխանցում էր զավակին, հա, որպեսզի այդ հարցը լուծեն, ասին բերեք մի ամուսնացեք ու զավակ չունենաք։ Նայեմ ես ինչ է, վայրենի որոշում է։ Երբ որ մեր ռեալ կյանքում գիտենք, որ եթե մարդը
ամուսնացյալ ընտանիքով է անցնում, նա այնպիսի խորքեր է տեսնում եւ նկատում, որը չամուսնացյալը երբեք տեսականորեն անգամ չի կարող պատկերացնել մեր ռեալ կյանքից, ասենք, հարթություն։ Համաձայն ես տրամաբանության։ Խորքային առումով այո, իհարկե։ Հիմա մեր խնդիրը աշխարհիկ եւ հոգեվոր առումով մեր առաջ մեզ ընտրել է Աստված ու նայում է ոնց ենք կոռուպուչ անում 1600 տարի մեզ մշակում արարիչը բերում որպես նմուշ օրինակ աշխարհին ցույց տալով մենք դրած Աստծո դեմ ենք գործում մենք քանդում ենք այն պտուղները, որ առաջիչ ստեղծել գուրգուրելով, մշակելով, սենց բերել հանդուրժելով, բերել հասրել ես վիճակի ես որակի։ Այս գիտակցությունը պետք է մտցվի ու այս առանցքի որպես Աստծո ռեալ փաստացի ընտրյալ տեսակ պատմականորեն ներքին եւ օտարի վկայությամբ որպես տեզերահունչ հայերենի կրող, Աստծո լեզուն կրող, որպես հասարակական կառուցվածքները, համայնքային կառուցվածքները աստվածային են մեր մոտ։ Արդյոք մենք զրուցել ենք էլի, երբեք ավելորդ չի անդրադառնալ դրան, երբեք։ Այն որ ասում են մոնոէթնիկ ենք, դա հասարակական ներքին համայնքային կառուցվածքը այնպիսին է, որ օտարը ուրիշ այդտեղ չի կարող տեղավորվի։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Պատահական չի, որ 1919 թվականին, նաև մի 4-5 տարի առաջ, Հուդայի ցեղը դիմեց պատրիարքին հայոց, որպեսզի իրենց հայ դարձնի արտակ։ Նայում ես, ինչ խնդիր է։ Որպեսզի հայ կարգեն, այսինքն այդ դյանը կպսնեն, այդ դյանով մտնեն մեր հանրույթ, հետո իրենց տնականությունը շարունակեն, այն ինչ որ կատարվում է։ Այսինքն մեր առաջ դրված է առաջնորդություն մարդկության մեջ, նմուշ օրինակ եւ արարիչը Աստված գիշեր ցերեկ մեզնով զբաղված։ Եվ մենք զրուցել ենք Արցախի տարհանման այդ խնդիրը դա մեղքի հետևանք էր նախ եւ առաջ, որովհետեւ մասսայական մոտ ամուսնություն էին ունենում, որը բանով մեր վաճառական բարեպաշտով այդ հրաշք անհատականությամբ ներ տրվել, հասարակությունը մաքրվում էր ու մաքրվել էր։ Մարտի 1-ին ինչ կատարվեց 2008 թվականին այդ Հուդան ինչ անում Հուդան վերցնում ասենք հնդիկի մի մասին ասում այդ Պակիստանը նույն հնդիկն ասում այդ դուք մահմեդական եք եւ առժամանակ հետո նույն տեսակից թշնամական կողմեր են առաջանում Ռուսին ասում այդ խախոլը քեզ բանա, ասենք դուք թշնամի եք, արճակատման ահանում եւ կրակում կոտորում են մեկ-մեկու, իրենք կառավարում են այդ կոտորածը։ Մեր պարագայում հարյուրամյակներ փորձարկվել է որպեսի հայը հային կրակի չենք կրակել, ցավը տան։ Հենց իմացել ենք դիմացին հայա չենք կրակել։ Ռուս-թուրքական պատերազմում Թուրքիայի կողմից հավաքեց հայացքիների, որպես թուրքական բանակ, ցարը
ռուսական բանակի անվան տակ հայերի հավաքեց, բերեց սահման, մեկ-մեկի վրա չկրակեցինք։ Որովհետև հուդայցը որևիցե իրադարձության մեջ նայում է ինչքան հնարավոր է այդ իրադարձության պարագայում հայ ոչնչացնի։ Մեր տեսակի ոչնչացման գերխնդիրը իրենց առաջ դրել։ Ոչ միայն Մեր կոնկրետ, որպես մրցակից, որպես ինչի համար, որովհետև մեր նկատմամբ այդ բաժանել եւ կռվեցնել այս մոդելը չի աշխատել։ Իրենք չեն կարող կառավարեն սա։ Այսինքն Արցախի պարագայով, մարտի 1-ի պարագայով այդ միամիտ խակ չհասկացող, ասենք, չգիտակցող այդ ամբողջը երեխեքը բերին այստեղ եւ ուղեղի մեջ էին լցրել ռոբա իր բաներով, տենց զիբիլներով, որ այ եթե չկրակենք, մենք կորցնում ենք ամեն ինչ։ Եվ կրակեցին։ Եվ այդ տղաները հետո հասկացան, պատմել են մի անգամ երկու հոգի խելագարվեցին ուղիղ, հետո են գիտակցել։ Անցան սահման թուրքերը խփեցին այդ երեխան։ Այսինքն արցախցիների այդ անտեղակությունը օգտագործվեց եւ նաեւ այս 120,000 որ տարհանվեց բերվեց Հայաստան, որպեսզի այդ իրենք հույս ունեին հուդայցը, որ այդ տեսակ կա հայերի մեջ մի տեսակ, որ հայի վրա կրակում է, նայում ես որտեղ արժեքը։ Այսինքն սրանք ուսումնասիրում են մինչև վերջ ամեն ինչ եւ որից առիթ մի անգամ զրուցել ենք, ասենք կարծեմ Չեռնոբիլի ժամանակ 86 թվական ապրիլ 25-26 երբ որ պլան իջեցվեց քանի հոգի պետք է Անդրկովկասից գնար Չեռնոբիլ, այնտեղ այդ տղերանց մեծ մասը մահացավ ճարագայթում։ 75% Հայաստանից է տարվել։ Ադրբեջան, Վրաստան, համեմատությամբ այն էլ հաստատ ընդգծել են ջոգել հայերի տարել, վիճակագրություն չունեմ, էլի։ Այսինքն որևիցե իրավիճակ մեզ ոչնչացնելու բաց չեն թողնում, որևիցե։ Սա է։ Հիմա խնդիրը հետևյալն է։ Լուծումը որն է։ Հա, էլ ինչ անենք, այս ստեղծված իրավիճակում։ Էլի պետական գնաց Թուրքիա եկավ, հա։ Ջանը, էլի պետական կառավարման մակարդակի խնդիրը։ Հին ազգերը պետք է ստեղծեն ՄԱԿ-ին հակակշիռ հին ազգերի լիգա։ Այդ հին ազգերը հենց հավաքվեցին որպես ջահել ազգերի հակակշիռ, որովհետև հուդան չի կարողանում հին ազգերի մեջ մտնի։ Ավանդույթ ունեն, դիմագիծ ունեն, ինքնություն ունեն, արժանապատվություն ունեն։ Պարոն Բեկթաշյան, կներեք, էլի, օքեյ, լավ, անունը դնենք հիմա ՄԱԿ չէ, BRICS, կապ չէ տենց բան։ Այդ BRICS կոչվածը, ասենք, իբր թե բաններ, էլի, չգիտեմ, ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի հակակշիռներ, հա, ուրիշ ինչ որ բևեռ էր։ Հիմա կոնկրետ BRICS-ում Բրազիլիա, Ռուսաստանը, Չինաստանը, այդ BRICS-ի անդամը նաև Իրանը։ Խփում են Իրանին։ Իսրայել, այնտեղ պապին ասում է, հեսա, հրթիռները տալին ավատորմնա բերև Պարսից ծոցի, մեր այս կողմ հիմա ինչի չեն պատժ կանում։ Կամ եթե անում են գաղտնի ապրեն իրանք, բայց ասեմ ամենակարևորը չի ասվել։ Այսինքն մենակ խոսքերով է։ Չէ, Արտակ ջան, այս հիմա ինչ ասում եմ, սա վերջի հանվել, որ հողագնդի վրա Դե հին են էլ ուզում եմ ասեմ, հիմա Իրանը ինչի, Ռուսը ինչի։ Հասկացա, բայց ինչի շահ են հավաքված։ Տնտեսական շահ է, ինչի։ Բա հենց դա եմ ասում, գաղափարական, որովհետև աշխատում է մարդկության դեմ, հին ազգերի դեմ ոչնչացման ծրագիր, այդ ծրագրի դեմ չեն իրենք։ Սա հստակ արտահայտված պետք է ասվի, դրվի, որ օգտագործելով ռուսի այդ խակ լինելը ու Իվանուշկա Դուրաչոկ, հա, մտել են ջանները ռուսի անվան տակ, Սալավյովը ռուս, պատկերացրու։ Եվ ռուսի անվան տակ այդ ճայլ խակ ազգին ուղարկում են ուր ասես, մորթվելու, ջարդելու, սպանելու, մեզ մորթեցին, զոր օրինակ, հա, տենց, իրենք բռնել ենք զինվորների,
ռուսին, որն այն կողմից էին կռվում, պատերազմի ժամանակ։ Ասում են կրը քրիստոնյա ենք, դու էլ ես քրիստոնյա, ինչ ես մեր վրա կրակում, ինչ ես սպանում։ Ասաց, ստեղ լավ են վճարում։ Բա խակ անասուն չի։ Ոյ, ախր այնքան կոնկրետ է ամեն ինչ, էլի, եւ միևնույն ժամանակ այնքան չափազանց բարդ ու անկալելի։ Ախր տեսեք, աշխարհը ինչ է այսօր։ Մի երկիր, որ անդրկու բանից sense օվկիանոսից այն կողմ իր համար առոք-փառոք ապրում, հա, ոչ պատերազմ կա, ոչ կրակ կա, ոչ իր շենքերի վրա ռումբա ընկնում, հա։ Որոշել է, որ պետք է Իրանը միջուկային զենք չունենա։ Որովհետև Եղբայր դու ով ես, կամ որոշել է, որ Ռուսաստանը չպետք է sense անի, որոշել է Հայաստանը sense պետք է ապրի։ Դու ով ես։ Եթե ես թույլ եմ, ինձ պետք է ուրեմն ով ինչ ուժեղները ինչ ուզենան անեն, եթե տենց է թքեմ ձեր օրենքների վրա է, ժողովրդավարության վրա է, ձեր ասածն է զենքերով։ այո, Ապա քո մոտ կա, իմ մոտ էլ կա։ Եթե օրինաց երկիր է, ինչ բառեր եմ ասում, ուրեմն պետքա օրենքով ապրենք։ Դու ով ես որոշում ես ես ոնց ապրեմ։ Ախր պետքա չի ասել, որ չարիք է այդ երկիրը։ Իր արբանյակներով հանդերձ, իր ստոր, կեղծ, նենք ժողովրդավարության հանդերձ։ Լավ է անում ռուսը, չգիտեմ, Վառոնեժում ջերհորից ջուրը հանում երջանիկ ապրում է։ Դու ով ես, որ ուզում ես իրան ժողովրդավարության բաստիոն սարքես։ Լավ եմ իմ երջանիկ, ասում եմ, հերվաշենում ապրում եմ։ Այմարդ հերուն ինձանից։ Կորեք գրողի ծոցը ձեր բարեփոխումներով, ձեր դեմոկրատիայով։ Ես իմ բռնապետ գծիկ դիսցիպլինայով կապրեմ։ Այտենց չդարավ Գերմանիա, կներեք։ Ուրեմն իհարկե Ֆեդերալ ռեզերվը, որը պետություն է պետության մեջ, Միացյալ Նահանգներում, ինքը այդ դոլարները տպում վաճառում է Ամերիկա Միացյալ Նահանգներ պետությանը։ Եվ այդ ամբողջը Հուդայի ձեռի գործիքներն են, ինքը գիտես գերազանց դա։ Թրամփ ազգությամբ Հուդա է, ինքը բարձրաշան մասոն է։ Իրենց կողմից սարքած, ես կարծում եմ չարի կողմից խրախուսվող մի ինստիտուտ են ստեղծել աշխարհով մեկ, փորձեցին Հիտլերի տեսքով գալ, որը հրեա էր, Եվա Բրաուն իր կանոջ հետ միասին, հա։ Այսինքն պարբերաբար փորձարկվում է, որ քո ասած դեմոկրատիայի ժողովրդավարության անվան տակ մարդկանց բթացնեն բան եւ այդ համաշխարհային տիրապետության հասնեն ի վերջո։ Հիմա ես խելապակասը գնացե մտելա Գազանի երախը, հետո էլ ուզում եմ թքած ունեն, տեսանք ոնց դիմավորեցին։ Իրա վրա է, իրա խաղաղության վրա է, ոչ մեկ ոչ դիմավորեց, ոչ բան։ Արա կարելի է ասես դիշովկա լինել, լավ։ Հա Գնացե մտել ես գիշատչի երախ ու ասես խաղաղություն է։ Հիվանդ եք դուք Ժորժ ջան։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Դրա համար Արտակ ջան, խնդրանքս պարբերաբար դու էլ զարգացրու, որ հայ կանայք բաժինքում անպայման զենք նվիրեն փեսային, առանց զենքի, որպեսզի փսագադրություն չլինի։ Եվ սա դառնա ավանդույթ մեր ու կամած այդ դա կդառնա հետո ինչ կերպ այդ ամբողջը կտնօրինվի, այդ ներքին կարգավորումով կարվի այդ ամբողջ, բայց այդ ամբողջը օրենքով թույլատրված սահմաններում է, Արտակ ջան, օրենք թույլատրում։ Հա, այս տեմպերով է ամնում էլ։ Նախ եւ առաջ դա, այն որ պետություն կա այնքանով որքանով, այն որ բանակ ունենք այնքանով որքանով, բայց յուրաքանչյուր գյուղ ինքը արդեն բերդ է,
այդ պարագայում։ Մենք մի անգամ հատուկ գնդի զորօրինակ միջոցով մի անգամ այդ մոդելը աշխատեցրել ենք։ Անկախացրել ենք պետություն ենք ունեցել, բանակ ենք ստեղծել, տարածքներ ենք ազատագրել, իդեպ Արթուր Պողոսյանը, մեր հրաշք Քաջարանից Սյունեցին, հանճարեք ձևակերպում տվեց, մեր սահմանները որն է, խաչից խաչ Հայաստանը, այդ գաղափար, այդ խաչից խաչ, այդ բանաձև է, արտակ չէ, բանաձև է և վերականգնել է պետք հայերիս Աստծո ընտրյալի իրավունքը, նախ ինքներս մեր համար, հետո ցույց տալ է պետք, որ Քրիստոս ինչ կերպ Աստված, ինչ կերպ մեր հասարակությունը օրենքի հարաբերությունից տեղափոխել սիրո հասարակություն։ Եվ մենք այդ չենք տեսնում դա, այդ հրաշքը, որը զոր օրինակ է աշխարհի ազգերի համար եւ քո ասած Հուդայի դեմ ինչ անել, մեկ բան անել։ Ճիշտ կատարյալ մոդելը ի ցույց տնել, որ իրեն էլ ասեց անասուն։ Այդ ինցեստի արդյունքում դու վեր ես ասվել պատմականորեն կենդանի արարածի։ Ոգեշեղված մարդիկ են։ Հա, այսինքն կենսաբանական վերարտադրման այդ ցիկլը խախտելով, իրենք խախտում են Աստվածաշնչյան ամենամեծ պատվիրանը եւ նվերը մարդուն, արտակ ջան։ 5 տակարանը դեր մարդու արարչագործության սկիզբը ասում է եւ Եդեմում դրախտի այգում ստեղծեց Ադամին եւ նրան որպես օգնական տվեց կին Եվային, այսինքն կնոջ դերակատարումը Ադամին օգնելն է, Ադամին նպաստելը եւ կանացի խոնարհությունը, որը սերնդի համար է արում նաեւ։ Հուդայի ցեղը ինչ է արել։ Այնտեղ ամեն ինչ կնոջով է որոշվում։ Այսինքն այդ Աստծո դրած հենց սկզբի պատվիրանը ամբողջ ցեղովի խախտել են եւ այդքան բանից հետո իրենց համարում են աստվածանտից, որոնք հացի հետ երեխաց արուն են խառնում, դա համարվում է ամենապատվաբեր ուտեստը իրենց համար։ Պարոն Մեկթաշյան, աստիճանաբար փորձենք ամփոփել եւ հասկանալ լավ ինչ է սպասվում ըստ էության։ Չափազանց դարքիր բանացի, գիտեմ նախորդ տարի թե 2 տարի առաջ էլ էլի խորքային վերլուծություն ունեիք, որ Հուդան կործանվելու է, ոչնչանալու է չարը ամբողջ հավաքական, հա, Հայաստանում, Մագարակում, թե որտեղ չգիտեմ, բայց այստեղ։ Հետևաբար այս Իրան-Իսրայելը որպես լոկալ երկու պետությունների միջև հակամարտություն ինչի կվերածվի, արդյոք Պապին օվկիանոսից այն կողմ կներքաշվի, ավելի մեծ ընդգրկում կունենա այս պատերազմը, ինչ կանխատեսումներ ունեք, ի վերջո այս ամենի հետևանքով ինչ կլինի մեր չնաշխարհիկ երկրի ու այս աստվածային ազգի հետ։ Ուրեմն մենք էլի սրուցել ենք պարբերաբար անդրադառնալա պետք դրան, օր առաջ, րոպե առաջ, մեր Աստծուց շեղվելու այդ փաստերը պետք է տեսնենք, արձանագրենք ու հրաժարվենք, մեղքերի թողություն, հավաքական մեղքերի։ Մենք սրուցել ենք, որ մի բան կա Հայաստանում, որը բոլորս ունենք, որը ամենակնքուշ ու համեղ բանն է, որը բոլորից մեջ է, ներսում, եւ բոլորից միջավայրում է, եւ դա Աստծո լեզուն է, արտակ ջան։ Այդ հրաշքը մեզ ընծայվել է, նվիրվել է, տրվել է, որ դու ես կրողը Աստծո լեզուն։ Հիմա վերականգնել խեղումները Աստծո լեզվի նկատմամբ, սկսել գրավոր խոսքից, Մեսրոպով տրված ընծան, մենք խեղել ենք, ավերել ենք, եւ ոսկեձույլ պահում ենք մայրաթոռում, բայց երեխանց այդ հրեշտակների մեջ մենք լցնում ենք կեղծ պատկերներ հնչյունների, 78 տառատեսք ենք
մենք պարտադրում երեխանց, մենք սպանում ենք այդ հրեշտակներին։ Եվ մայրաթորի առաջի խնդիրը այս ոսկե ձույլը բերել դնել նախ փոքրիկ էմբլեմներ այդ կրծքանշան պատրաստել, ինչպես մի ժամանակ կար հոկտեմբերիկների հիշում եք։ Եվ մեր երեխանց այդ դոշերին պետք է այդ կրծքանշան դրվի մեսրոպատար հայոց այբուբենը, որ իրենք կրեն դա ամրանա իրենց մեջ այդ հրաշքը նախ եւ առաջ գործողությունը պետք է արվի էլի մայրաթորը բուն խնդիրները թողած զբաղված են մանր բաներով դա հայերեն չի, դա մերը չի, դա աստվածահաճո չի, ընդհակառակը։ Այդ իրենց գործունեությունը Աստծո դեմ է, մարդու դեմ չի, եւ աշխարհիկ իշխանության եւ հոգեվոր։ Վերականգնելուց հետո մեղքերի այդ հավաքական թողությունից հետո մեր հասարակական կառուցվածքի ինքնատիպությունը փաստել, արձանագրել, մենք զրուցել ենք, խոսել ենք դրա մասին, այդ հրաշ կառուցվածքի մասին, եւ այս ամբողջը կանոնացնել դասագրքային, ասենք, համալսարանային առօրյա կենսաբանության մեջ մտնենք, որ մենք մոնոէթնիկ ենք, որովհետեւ այդ հարազատ բարեկամային մոդելով ենք ապրում եւ այդտեղ օտարը չի կարող տեղավորվի, մենք քանակ չենք։ Այսինքն դա հրաշքներից մեկն է, որ ունենք փաստացի արտակ չէ, որի միջավայրում անպայման որակյալ մարդ է աճում, անպայման։ Այսինքն այս ամբողջը արձանագրել եւ այդ թափթփված քրիստոնեությունը փնտրել այլ տեղ, այլ ձևերի մեջ խաչի պաշտամունքը, ասենք, մենք էլի զրուցել ենք, էլի մի կտոր վեր հիշեցնեմ նա։ Խաչը ինչու է փրկagorցության, ինչ կերպ է փրկagorցելու կամ փրկagorցում մեզ։ Մենք էլի ասել ենք, այս մասին ցավոք սրտի, նաև հատկապես հոգևոր դասը չի անդրադառնում։ Խաչը ունի երկու ձող, ուղղահայաց եւ հորիզոնական։ Ուղղահայաց ձողը դա գյուղացին է, հորիզոնականը քաղաքացին։ Ու վերջ, եւ եթե ուղղահայաց ձողը գյուղացին է ինքը անընդհատ աղոթքի մեջ է, այսքան հողակտոր ունի, գիշեր ցերեկ Աստծոց անձրև արևա խնդրում, փորում այդ հողի հետ խաղում է, էլի, հողի հետ զրուցում է։ Քաղաքացին հորիզոնական հարաբերությունների մեջ ամեն ինչ ասֆալտի տակ առնում, բետոնապատում, Աստծո ստեղծած բան չմնա, բույսա, ծիտիկա, այս այն, հա։ Ինքը շրջապատում է իրեն իր շենքերով, մեքենաներով, հեռուստաէկրաններով, բանով, իր ստեղծագործությունը ավելի կարևոր է առաջնային է, քան Աստծո ստեղծած։ Պատկերացնում ես։ Եվ քաղաքում մարդկային ամենաստոր ու ամենասուրբ հարաբերություններն են ձևավորվում։ Քաղաքացին վերև չի նայում, հորիզոնական նայում է Պողոսը, Պետրոսը փող ունի, ոնց անի այդ փողից մաս ունենա։ Եվ ձևավորում է քաղաքային կոլորիտ այդ ձևի մեջ։ Իսկ այն շերտը մտավորականները, հատկապես լրատվության մտավորականները, քո նման, քո տիպի, որոնք որ այս ամեն ինչի մեջ վերնյութական արժեքների օրինաչափություններն են արձանագրում եւ դա մատուցում։ Հա։ Այդքան տեղն է ապրում քաղաքը։ Այդքանը հանում ես, տակը բան չի մնում, հարցակ ջան։ Լավ հույսեր փայփայենք առաջիկա զարգացումներում։ Անպայման դա Աստված գիշեր ցերեկ իր լույսը ձեռքը, չգիտեմ, Հայաստանի վրա է։ Հոգևոր լավ բան չկա, բայց հոգևոր դասին, որպեսի այս զրույցները, մտահոգությունները առաջնորդվեն դրանով, նախ եւ առաջ Աստծո կամոք ես տիրապետում եմ, ինձ տրվել է գերգիտելիքներ, բնագիտորեն հաստատվող եւ ես պատրաստ եմ գիշեր ցերեկ փոխանցել հոգևոր գիտնականների այդ հոգևոր շերտին,
որ դա իմս չի, դա մերն է, որ իրենք հզորանան իր ինքնության ձևավորման, ամրացման եւ անելիքի մեջ։ Նույն կերպ աշխարհիկ իշխանավորներին, որ թաքնագիտության դպրոց սարքեն եւ աշխարհով մեկ փոխանցեն այս գիտելիքները մեր համայնքներին գաղութներում, իրենք էլ տեղում փոխանցեն այլ ազգերի, այդ կերպ մեր ինքնությունը մատուցենք աշխարհին։ Սամվել Բեկթաշյանի տեղն էլ գիտեք, գիտելիք մեր տեղը առավել եւս։ Մեր միջոցով առնվազն մենք կարող ենք օգնել կապ հաստատել, իսկ գիտելիքը բոլոր ժամանակների անանձարժեք է եւ առանց գիտելիք անգետների հավաքածուներ են իշխում քանի տարի է, դրա համար էլ էսա վիճակներս։ Պարոն Բեկթաշյան, շնորհակալություն։ Խնդրեմ, հերթական անգամ մեծ բավականություն ստացա ձեզ հետ զրուցելիս, վստահ եմ շատ-շատերը եւս եւ ովքեր հաստատում են իմ կարծիքը, խնդրում եմ մեկնաբանություններում գրել։ Սա Live Armenia YouTube-ն ալիքներ, այսօր հյուրընկալել էինք հայագետ Սամվել Բեկթաշյանին, շնորհակալություն հարցազրույցը դիտելու եւ մեր ալիքին բաժանորդագրվելու համար։